Ձեր հաղթանակը գողացվել է, թե չի գողացվել։ Տեսեք, մենք մեր քվեները ստացել ենք, մենք մեր քվեները հնարավորին չենք պահել ենք, բայց մեր քվեները կարող է լինել շատ ավելի շատ, ու ոչ միայն մեր, կարծում եմ նաև շատ ընդդիմադիրների քվեները կարող է լինել էականորեն ավելի շատ, եթե չլներ են վախի տոտալ մթնոլորտը, այս հարձակումները վարչական ռեսուրսների ակնհայտ չարաշահումը, մի խոսքով այն ամեն ինչ որ հիմա քննարկվում է։ Ինչ որ ձևով գողություն է տեղի ունեցել։ Ես եթե անկեղծ ասեմ, ճշտենք էլի։ Գողանալը մի բան է, ես ավելի իմ համար ավելի անհասկանալի է քաղաքացիական պայմանագրի այդքան ձայնը, եթե անկեղծ խոսեմ։ Մենք մեր քվեները ամեն ձև, չնայած նրան ինչքան տարբեր նաև ընդդիմադիր դաշտից մեր վրա հարձակումներ կային, գիտեք, շեմ չհաղթահարել, մնացած ինձ թվում է միակուժն էինք, որ ամեն կողմից էին հարձակում։ Չնայած դրան մենք շեմը հաղթահարել ենք մի բան էլ վրայից ավել, այսինքն իմ խնդիրը այդքան մեր քվեների քանակի մեջ չէ, ինչքան քաղաքացիական պայմանագրի տարած քվեներից ավելը։ Հիմա երբ որ ասվում էր, որ եթե փորձ անեն գողանալ մեր հաղթանակը, դա որ պարագայում պետք է արտացոլվեր, որ օրինակ ասել, որ դա համապատասխանում է իրականությանը։ Այսինքն այդ գողությանը հաղթանակ գողանալու հանգամանքը ինչպես էր արտացոլվելու, որ դուք տեսնեիք, մենք տեսնեինք։ Տարբեր ձևերով դա կարող էր արտահայտվել։ Հիմա ներկա փուլում ունեցած արդյունքների համատեքստում, ընդհանուր տրամադրություններում որ կա, այս պահին Սահմանադրական դատարանում է գործը, սրանից հետո մնացած քայլերը պետքա ոչ թե առանձին ուժի անելիք լինի, այլ ընդհանուր ընդդիմության անելիք լինի։ Իմիջիալոց մենք նաև այն ուժն ենք, որ նաև ամենասկզբից հայտարարել ենք, որ տեսնում ենք հնարավոր համարում ենք ընդդիմության միասնական հաղթանակ։ Մենք եթե ուշադիր եղել եք, կհիշեք, որ մենք մշտապես սա ենք կարևորում, ընդհանուր նաև ընդդիմադիր դաշտի միասնական պայքարը շատ հարցերի դեմ, այսինքն մեզ շատ չէինք առանձնացնում, չէինք ասում, որ մենակով պիտի ամեն ինչ անենք, ու հիմա լավ է, որ ի վերջո այս ընկալումը կա նաև ընդդիմադիր դաշտում, ինչ եմ այս ամեն ինչ ասում, որովհետև նաև մնացած քայլերը, ինչ եմ այս ամեն ինչ ասում, որովհետև նաև մնացած քայլերը պետք է ընդունվի միասնաբար։ Պարոն Քոչարյան, դուք այս անցյալ 5 տարվա արածից ավելին եք անելու հաջորդ 5 տարում ձեր քաղաքական ուժը։ Տեսեք, եթե մանդատներ վերցնի, ավելի ինչ որ բան եք անելու։ Մենք պիտի փորձենք ավելին անել։ Մենք պիտի իսկապես հասկանանք նաև նախկինում այն սխալները, որոնք հաջողության չեն բերել, այդ սխալները նորից չան։ Որոնք են դրանք։ Մենք նաև ունենք քաղաքական դաշտում ընդհանուր այսպես թարմություն ունենք, նոր ուժ կա նաև, որը նաև ավելի հեգեմոն դիրք է զբաղեցրել ընտրությունների արդյունքում։ Դրա համար ես հիմա չեմ ուզում այսպես մեզ առանձնացնել, քանի որ որոշումներ կան, որ համոզված եմ, որ պետք է արդյունավետության տեսանկյունից պետք է ընդունվեն միասնաբար։ Ըստ էության ընդունում եք, որ ընտրության արդյունքները ցույց տվեցին, որ ընտրություններով Հայաստանում իշխանափոխություն հնարավոր չէ։ Ես դա չեմ ընդունում, իրականության մեջ չեմ ընդունում, որովհետև ընտրությունները մակարդակով ըստ էության հիմա արդյոք մենք կարող ենք մի քանի չստացված փողոցային պայքարից հետո ասել, որ փողոցով հնարավոր չէ իշխանություն։ Օրինակ ասենք եղավ դիմադրության շարժում, եղավ պետության շարժում, եղավ սրբազան պայքար, բայց ես դա էլ այդպես չեմ համարում։ Ես չեմ համարում, որ փողոցով հնարավոր չէ։ Նույնպես էլ գտնում եմ, որ սխալ է ի սկզբանե ասել, մենք նաև գիտեք մինչև ընտրությունները շատ մեր գործընկերների ընդդիմադիր դաշտի ասում ենք այդպես մի ասեք, որովհետև գալու է ընտրությունների օրը ու մենք քաղաքացիներին խնդրելու ենք, կոչ ենք անելու, որ գնան մասնակցեն։ Բայց եթե այն գլխից մթնոլորտը այնպեսին ենք ստեղծում, որ ընտրություններով հնարավոր չի, հետո ինչպես պետք է խնդրենք մարդիկ գնան մասնակցեն։ Կարծում եմ սա ճիշտ մոտեցում չէ։ Կան խնդիրներ, իհարկե կան խնդիրներ, վարչական ռեսուրսը, մնացած այս ապօրինությունները, որ արվում է, բայց այսպես գլխից տակից դնել ասել ընտրություններով հնարավոր չի, կարծում եմ ճիշտ չէ։ Քոչարյան ներողություն, որ ասում եք, ես լավ չլսեցի պատասխանը, որ ասում եք ձեր ձայները գողացել են, հա, Հայաստան դաշինքի։ Օրինակ, այդ ճիշտ եք ասում, լավ չլսեցիք։ Ինչ է, նման չեն գողացել այսինքն։ Չէ, ասում եք ԿՊ-ի ձայներն են։ Ես ասում եմ, որ մենք մեր ձայները տարել ենք։ Ես կարծում եմ, որ մեր ձայները ոչ թե գողացվել են, բայց եթե ինչ որ գործողություններ ԿՊ-ն չաներ, այն տերորի մթնոլորտը, վախի մթնոլորտը, վարչական ռեսուրսը չներ, այդ ձայները կարող էին ավելի շատ
հատ լինել։ Այսինքն մի բան ա դու ստացել ես x ձայն, դրանից ինչ որ բան վերցրել են, մի բան ա որ դու ստացել ես x ձայն, բայց կարող ես ստանալ x + y ձայն։ Ձեր ընտրողները Դրա համար գողանալ արտահայտությունը մի քիչ այստեղ ճիշտ չեմ համարում։ Հայաստան դաշինքին ընտրողները վախեցել են փաստորեն։ Ես կարծում եմ ընդհանուր, այստեղ չառանձնացնեմ Հայաստան դաշինքը, ժողովուրդ, ահա որ վախի մթնոլորտ է եղել։ Մարդիկ վախենում էին մեր հավաքներին գալ մասնակցել։ Հատկապես առավոտից օրինակ, դե հիմա ի վերջո մենք էլ գրեթե 150,000 ձայն ենք չստացել։ Խոսքը դրա մասին չառանձնացնենք։ Հիմա ես էլ չեմ վախենում, չէ՞, պայքարի մեջ լինելով, թե բանտարկվելով, թե մնացած անհարմարություն ունենալով, այստեղ եկեք հասկանանք, որ շատ քանակի մասն ենք խոսում։ Երկրորդը նույն ընտրությունների առավոտը եղել է տեղեկություն միանգամից թափանցիկ ծրարների հետ կապված։ Սա էլ հաջորդ բանն է, որ հատկապես մարզերում շատ ազդում սա, որ կիմանանք մեկա դուք ոնց եք քվեարկելու, թաքնված տեսախցիկներ կան, այս հիմար խոսակցությունները, որ երևի բոլորի ժամանակ էլ սրանք եղել են, ու նաև այս առավոտը թափանցիկ ծրարները կարծում եմ դրանք էլ շատ նաև ազդել են, մարդիկ են որ ասել են շարից փորձանքից հեռու, կոպտասած է դեպի գնայի ընդդիմությանը ընտրեի, չընտրեմ, որովհետև կարող է ԿՊ-ն իմանա, ու հետո ես խնդրեմ։ Ռուբինյանի հետ հեշտ կաշխատեք, թե Ալեն Սիմոնյանի հետ է։ Ես իրանց մասով ոչ մեկ էլ հաստատ հեշտ չեմ աշխատելու, այստեղ իրանց հետ աշխատելու մասին չի։ Գործողությունների գնալ դե նման փորձ ունեցել եք։ Ես ինքս մի անգամ եմ գործողման գնացել IPU շրջանակներում, որտեղ ելույթ եմ ունեցել ու հետ եմ վերադարձել, բարձրացրել եմ Արցախից բռնի տեղահանվածների հարցը։ Մնացած այդ նյուանսները, գիտեք, այդ հետագայում պետք է լինի, երբ որ կլինի որոշում մանդատներ վերցնել թե չվերցնել, դրանից հետո արդեն ինձ թվում է այս ընթացիկ աշխատանքի հետ կապված, թե ինչ ձևով, եթե գնանք, ինչ ձևով պետք է գնանք, ինչ պետք է չանենք, ու սա նորից եմ կրկնում, պետք է լինի միասնական մոտեցում գնացողների։ Որոշում չկա դեռ մանդատների ոչ որոշում։ Պարոն Քոչարյան, հարցազրույցում ասում էր, որ դա կարևոր գործիքներ են, Ռոբերտ Քոչարյանը ասել է այդ մասով որոշում չկա դեռ, բայց մանդատները նաև պայքարի տեսանկյունից կարող են լինել օգտակար։ Պարոն Քոչարյան, ներողություն էլի, ձեր եւ Արուշ Արուշանյանի հարաբերությունները հիմա ինչպիսին են։ Դուք կապ ունեք Արուշանյանի հետ։ Ոչ չունեմ։ Իսկ երբ որ Արուշանյանը Ալեն Սիմոնյանի հետ վաղուց մտերմություն ուներ, դուք գիտեիք դրա մասին։ Ճիշտն ասած չգիտեի։ Իսկ ինչու Այդպես հաստացել եկեք չմտնենք այդ անձնական հարաբերությունների դաշտ։ Ցանկություններից է, որ Աստծո կամոք 29743 կիլոմետրը մեծացնեն, Արցախը հետ բերեն, դրա մասին դուք էլ եք մտածում։ Հիմա ուզում եմ հասկանամ ինչ սև կատու անցավ ձեր միջով։ Իրականության մեջ ոչ մի այսպես անձնական խնդիր կոնֆլիկտ չի եղել, չկա նման։ Արուշ Արուշանյանը 21 թվին եղել է մեր ցուցակում, ես կարծում եմ ինքը այն ժամանակ քաղաքական հետապնդման է ենթարկվել, ես իր դատերին երբ որ ստացվել է գնացել եմ, ասել եմ Գորիս, իմ աջակցությունը հայտնել եմ ու ոչ մի վարքյան չեմ փոշմանում դրա համար, որովհետև այդ պահի դրությամբ ինքը քաղաքական հետապնդման էր ենթարկվում։ Մնացածը չգիտեմ, չեմ ուզում շատ